Շատը սանում ուզեցավ մեր պոդքասթը։ Այո, Արի շնորհակալություն հայտնենք մեր ընկերոջը, ասենք ով է մեր ընկերը։ ասենք։ Ասա։ Արմինե Մարգարյան ուշեց մեզ անուն ամեն երեքշաբթի։ Մենք ամեն երեքշաբթի, եթե չէի ֆիքսել ամեն երեքշաբթի։ Մալիկ մարդ չէր ֆիքսել լսում։ Հա, գուցե։ Այս անուն կարա ուշի, ինձ թվում է շատ հարմար աններ, ինձ շուր է Թագուի ինչ է քո ձեռքում։ Սևանի շնարդոտ։ Սա այն արգելված ձկներից է դեպի Ռուսաստան։ Ժիդայրի երկու շաբաթայից ձուկեր ուզում, միսներից հետո եմ գալիս, դե շատ բան բարդա ձուկ ճարել է, ես ինձ հանդիպած ձուկը Կավա Երևանյան լճից ես բռնել։ Սևանի շնարդոտ։ Մենք այսօր ունենք ձուկ վերջապես։ Այո, եւ մենք ունենք նաեւ հայկական արտադրության Ծիածանափայլ իշխան, մեր գյոզալ իշխանը, որը ռուսների քինքին չէ, մեր քինքին է եւ ոչ միայն մեր։ Այո, կուտենք կպատմենք։ Մենք էլի կոչ ենք անում որպեսզի կերակրենք իշխանով։ Կոչ ենք անում որպեսզի օգտվեք հայկական արտադրանքից եւ առհասարակ արտադրանքից, բայց նաեւ այս փուլում այն արտադրատեսակներից, որոնք քաղաքական պատճառներով արգելված են։ Այսինքն ամեն ինչից հայկական։ Հա, ռուսական շուկա գնալ, ռուսական շուկա տարածվել օրինակ ԵԱՏՄ շուկա եւ այլն։ Մի խոսքով։ Թագուին իշխան է բերել։ Ոնց դենամ որ չխանգար, ոնց դենամ։ Ինչի խանգար։ Չնայած մոթանները։ Ստացվում է չի խանգար։ Լավ, սենց լավ։ Շատ լավ, թագուի։ Իմ սիրած թեմաներից սկսենք։ Որն է։ Իմ սիրած թեմաները օլիմպիադաներն են։ Ներդրել Աթենի օլիմպիադայից 4 մեդալ են բերել։ Ուսանողական օլիմպիադայից համաշխարհային մեր ուշույցները 37 մեդալ են բերել։ Դուք ինձ սպորտային լուրեր եք տալիս ամեն շաբաթ։ Չէ, ես մեդալային լուրեր եմ։ Հա, մեդալային։ Եվ նույնիսկ մի հատ հետաքրքիր բան տեղի ունեցել Հայաստանի բանտարկյալները բանտարկյալների շախմատի առաջնությունում երկրորդ տեղ են ընկել, հետաքրքիր է, ոնց որ տարբեր երկրների բանտարկյալներ, ես չգիտեի որտեղ առաջնություն, երկրորդ տեղ են ընկել տենց իմացա, ու հենց որ նաև կարդացի, որ Էմին Օհանյանը շախմատի մինչև 20 տարեկանների առաջնությունում միանձնի առաջատար է, իմ սիրած լուրերի շարքը։ Այո, շնորհավորում ենք մեր Ես սպարտալի եմ, շատ հողոց լուրեր եմ կարդում և շատ ուշադիր եմ այդ լուրերի նկատմամբ, որտեղ այդ ինտենսիվությամբ որ ես լուրերը կստանում, լավ ազգակել էլի, որ մարդիկ սպառված են իրենց գործում, ու լավ են անում։ Մաթեմով, քիմիայով, այո, չէ, մեր Դու մեդալ ունես։ Ես չեմ հիշում, դպրոցում եմ, բայց ինչ-որ տանից սպորտային չէ, օրինակ որ գնում եմ ջիպ, կարաս մի օր անցելուց մտնես մի մեդալ, խաղես բինես։ Այ չէ, մաթեմ կենսա, քիմիայով։ Իմ։ Օլիմպիադաների մասնակցում է, դպրոցային։ Հա, միայն մասնակցել եմ կանչում։ Բայց ինչի օլիմպիադա է։ Ես բան եմ շատ հումանիտար Ակնհայտ է։ Ես Բայց ես բնագիտականներն էլ եմ միշտ մասնակցել, բայց ամենի մեծ հաջողությունը չես երևի որ ասեմ գրականության գրականից։ Այո, շատ հետաքրքիր է եւ ես սպասում եմ թե երբեք սկսելու գրականից։ Ոչ այս աշնանը բաց թողեցինք աշունը, ինձ թվում է բանալի վերադարձել թեմային, բայց Ես գրականության շուտ զրույցներից ես սիրով միշտ պատրաստ ենք։ Շատ լավ, շնորհակալություն։ Խորհրդանից սկսենք։ Հանձնաժողովներ էիք ձևավորում, նախագահներ էիք ընտրում, բաշխում էիք, դե շարունակում։ Դեռ երկու հանրային նախագահներ էինք դուսել, մեկին ամբողջությամբ նույնացումը ամփոփել ենք, երկրորդինը կիսական մնացել, վաղ առավոտեն շարունակենք։ Մի ստեփնատ հարցի ուզում տոնենք, եթե դիմությունը դիմության դեպքում, հա, հանձնաժողովի նախագահ, եթե չի ընտրվում, ինչ անում, մասնավորապես չի։ Եթե նայեք, վերջին գումարման մենք որոշում կայացրինք, որպեսզի ազգային կամ քարաշ, նախորդան կարգով ազգային աշխատանքներ հարաբերս ընդհատել եւ տենց ընդհատված մնալ, որովհետեւ եւ հասուն ինչ չի ընտրվում, օրակարգի հաջորդ հարցին չեն անցնում։
Բայց հիմա եթե նույն տեխնատուն 3 անգամ չէին վերվում, ասում են կարգեստը, մի հատ ուրիշ բան կա իհարկե, ասում են հաջորդ հանձնաժողովի մրցումն է, որ Այսինքն տեղակալը շարունակում է իրականացնել ոնց որ նախագահի գործառույթներ։ Նայ, նախորդ գումարման ոնց էր, այնց թվում ուտրեցին հանձնաժողովի նախագահների հետ ու մենք նկատում ենք որ բան ամուսնություն հայտնի կամ չգիտեմ, որ վերադարձնի ինչ գործընթաց սկսեցին, որը կանոնակարգորեն թույլ է տալիս այդ հանրային նախագահին հետ կվիարկել են, ասես կոմիտե ասած, վահեներ, այդ ժամանակ Վահե Հակոբյանը տնտեսական հանձնաժողովի նախագահներ եւ իշխան Սաղաթելյան, որը բաներ փոխոսներ իրենց երկուսի նկատմամբ այդ գործընթաց սկսեցին, մնացածները արդեն հրաժարվեցին, ասեցին մենք չենք ուզում իրենք հրաժարվեցին, իրեն լոյալություն հայտնեցին իրենց գործընկերների ու այդ ժամանակ ամբողջ ընթացքում իրենց պատկերացապատվանում դեպի պես այդ բաները X քանակով հանձնաժողովները ամբողջ ընթացքում տեղակալներ կատարեցին աշխատանքը, պաշտոնավարեցին իրենց փոխարեն բայց իհարկե լավ կլինի, որ երկու դերակատար լինի, համակարգով լինի էլի դեռ, որովհետև ուստի մենք կարագործման լինի այն մյուսունիստը վարի եւ իրար փոխարինել շանսը։ Հարցից կոնտեքստերն էր, որ օրինակ Հայաստան դաշինքը վերցնում է մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը, ուժեղ Հայաստանը այդ թվում եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, դա երկու պարագայում է շատ աբսուրդային հնչում, շատ աբսուրդային եւ ինչ կնենք, ինչ է պետք հավելել, որ աբսուրդային չեն, չէ՞։ Դրանք եվրասիականը վերցնեին։ Հա իրականում դեռ Եվ ԿՊ-ն է վերցրել եվրասիականը։ Եվ եվրասիականը մնացել է։ Չի մնացել դուք նախապատվություն եք տվարել։ Չէ, վերջ երկու հանձնաժողովները, որոնք մնացել էին, այսինքն ոնց որ ընտրելով գալիս վերջ երկուս ԿՊ-ի հետ, վերջ երկուսից մեկը եվրասիականն է։ Մի հատ այդ ընթացքը նորից։ Առաջին ԿՊ-ն է ընտրել։ Առաջին երկու հանձնաժողովը ընտրում է ըստ Դոնթի բանաձևի կախված համամասնությունից, ներկայացվածությունից, տարբեր ներկայացվածության դեպքում խմբակցությունների տարբեր բաներ քանակով կարող են ընտրել, այս գումարմանը այսպես է։ Առաջին երկուսը ընտրում է ԿՊ-ն, հետո մի հատը երկրորդ ուժեղ Հայաստանը, հետո եւս երկու հատ ԿՊ-ն, հետո եւս մի հատ ուժեղ Հայաստանը, հետո մի հատ Հայաստանը, մի հատ ուժեղ Հայաստանը, այդ ֆակտը իջնում է ԿՊ-ին։ Մոտավորապես sense է դասավորվում։ Հիմա փորձենք հասկանալ, դուք ընտրեցիք առաջինը պետա իրավական եւ պաշտպանություն։ Ինձ թվում է, ստեղ նայ ես հարցի որոշման կայացման մեջ վերջում ունեցել դրա համար չեմ կարող բոլոր հանրությունների հիմնավորումը անել, ասել, որովհետեւ ազգային նախագահի համակարգի ղեկավարի, հանրությունների նախագահների թեկնածուների միջև տենց ոնց որ իրանց կոնսենսուսով կայացրած որոշում ա եղել, բայց ես կարամ Ընդհանրապես մեր աշխատանքների դիտարկումից ասեմ, որ ինքը շատ կարևոր, չնայած ասենք վիզուալ, հրաշագործել վերնագրային ուրիշ կարևոր ոնց որ հարցեր կարանցակեն, իսկ թվում է խորհրդարանի ամենակարևոր երկու հանձնաժողովներն են, ինձ հետ պարան շատ էլ չհամաձայնեն պետաիրավականը ու ֆինանսական բյուջետային։ Ամենակարևորը։ Հա։ Ֆինանսական բյուջետային ուժերին չթվում։ Իրենք վերցին, որտեղ մենք առաջին պաշտպանությունը վերցրին։ Իսկ թվում է սա նաև իներցիա կար սրան մեջ, որ մենք առաջինը պաշտպանություն վերցրինք, որովհետև նախորդ գումարմանը ամեն հանձնաժողով բոլոր հանձնաժողովների գործառույթները ընդհանրապես նույնն են, բայց մի քանի հանձնաժողով կան, որոնք սպეციფიկ լրացուցիչ գործառույթներ ունեն։ Որն է պաշտպանության հանձնաժողովի սպეციფիկան, որ եթե անվտանգային հասարակությունի հանձնաժողով է ստեղծվում, դա ոչ թե ոնց որ լոն հանձնաժողովը տարբեր պատգամավորներից, այլ ավտոմատ անվտանգության պաշտպանության հանձնաժողովն է դառնում այդպես։ Ես չես կարող անվտանգային հարցով նոր հանձնաժողով ստեղծես քննիչ ոնց որ օրինակ ջրային հարցերով հետեւաբար այս քննիչ հանձնաժողովի տրամաբանությունը միշտ հուշում է իշխանություններին ընտրել առաջինը պաշտպանությունը էլի այդ կանոնակարգը ոնց որ տենց ինքը տենց տրամաբանություն դրացին ոնց որ թավի հետո ընտրեց ուժեղ Հայաստանը հետո մենք ընտրեցինք պետաիրավականը որը ազգային ժողովի ամենակարևոր Հա, հասկանում եմ։ Դե արժևն է սահմանադրության հարց կա, այս դրային կա։ Նախ որովհետև ազգային ժողովը երկու ֆունկցիա ունի։ Երկու հիմնական ֆունկցիա ունի, կամ կարելի ասել 3 դեր, որտեղ մենք այդ ֆունկցիա չի կան դերը, ներկայացուցիչությունը կապելան, թե ոնց մենք ներկայացնում ենք խմբերի հետ։ Կապտան եւ մտածած տարբեր հիշատկանիշներով, բայց առաջին երկու կարևոր ֆունկցիան գործառույթի մեկ օրենքներ, օրենսդիր գործառույթ, օրենքներ ընդունելը
Մյուսը վերահսկողական գործառույթը, որը կատարվում է հիմնականում բյուջեի միջոցով։ Հիմա այդ երկու մեկը իրավական առումով պետաիրավականը, մյուսը վերահսկման առումով ֆինանսա-բյուջետային չափազանց կարևոր հանձնաժողովներ են, ու եթե ես ակնկալում ֆինանսա-բյուջետային, որտեղ ամենամեծ վերահսկողական գործիքները կապված են այդ հանձնաժողովով եւ երևի ընդդիմությունը խելամիտ վարվեց, որ ընդվեց դա։ Քպն ընտրեց պաշտպանություն պետաիրավական, ուժեղ Հայաստանը։ Ես բոլոր վերջերս դες չփանես չեն հիշել, բայց դու ասա։ Okay, ուժեղ Հայաստանը ընտրեց ֆինանսա-բյուջետային, հետո նորից քպն ընտրեց արտաքինը, որը այդ ներկայացուցչականի առումով շատ կարևոր, որովհետև արտաքինը ոնց իր պաշտոնի բերումով արտաքինի նախագահը շփվում է մարդկանց հետ, որպես երկրի ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ դեսպանների հետ, պատվիրակությունների հետ, այս առումով շատ տարբեր, բայց խորհրդինը չեմ հիշում չան։ Ասած եթե հերթականություն ասես, կրթությունը կարա է, հեսա ինչի է կարևոր, հեսա կհասնենք, էլի։ Նա ասի, այո, ընտրեց կրթությունը արտաքինը, հետո նորից ընտրում է ուժեղ Հայաստանը։ Հա, հետո կրթությունը արտաքին է, ես ենթադրում եմ կրթության տրամաբանության մեջ նաև այդ ԿՊ-ի տրամաբանությունը, որ պիտի վարշավից հայտարարել է, որ բոլոր ռազմավարությունները կրթության ոլորտում է։ Հետո ուժեղ Հայաստանը ընտրում է տարածքային կառավարություն միջավայր, հետո ՔՊ-ն ընտրում է աշխատանք բարեկեցության հարցերի հանձնաժողով, հետո Հայաստանի Դաշինքն ընտրում է մարդու իրավունքներ, ուժեղ Հայաստանը ընտրում է եվրոպական ինտեգրում։ Այդ բանը է, ահա։ Հետո վերջում ինչն է մնացել, առողջապահություն։ Առողջապահություն։ Եվ տարածաշրջանային ինտեգրում։ Դա գալիս է դեծես, բայց մի հարց էլի, այսինքն այս տեղեկությունը տպավորություն է ստեղծում։ Վերնագրի համար շատ բաց է։ Որ մենք ամեն ինչ տեսել ենք, ԿՊ նախապատվություն չի տալիս եվրոպական ինտեգրման հանձնաժողովին եւ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովին։ Եվ ամենա, չգիտեմ, աբսուրդային, որ ուժերին է դա գնում, օրինակ Քոչարյանը։ Դա իրանք են, ոչ թե որտեղ ընդդիմությունն է, որտեղ իշխանությունը չի կարևորում եւ այլն, եթե ուրիշ մեկությունն է, հավատեն դա։ Չէ, բայց այս համատեքստում, չէ, ես ուրիշ բան եմ ասում։ Հայաստանը քաղաքական համենայն դեպս նպատակադրում ունի եվրոպական ինտեգրման, չէ, եւ գնում է այդ ճանապարհով։ Այսինքն սա շատ կարևոր օրակարգ է Հայաստանի համար, որը ոչ միայն քաղաքական է, այլև տնտեսական է, ինչպես մենք տեսանք նաև անվտանգային քաղաքացիական առաքելություն է հիշել եվրոպական եւ այլն։ Եվ մարդու իրավունքներ, որ այս իշխանությունը եկավ իշխանության մարդու ոտնահարված իրավունքների վերականգնման, արդարության եւ արդարադատության իրականացման համար, եւ այսօր խորհրդանական կառավարման երկրում ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի հարցերով զբաղվող հանձնաժողովը հանձնվում է Հայաստանում գուցե ամենաշատը տոտալ ոտնահարած մարդկանց իրավունքները մարդու ֆրակցիային Ռոբերտ Քոչարյանին։ Այսինքն աբսուրդը ես չգիտեմ, էլի, ինչու՞ տեղ կարա։ Գիտեք, դա ամբողջ բանի նախադասության մեջ որն է խնդրահարույցը, խնդրահարույցը, որ հանձնաժողովը հանձնվում է արտահայտությունը, որովհետև տպավորություն է ստեղծում նաև վերնագրերից, նաև սպանես բանպագործող հայտարարություններից ինչպիսին քոններ, որ հանձնաժողովը իսկապես այնտեղ որոշիչ դեր ունի դեպությունը, մինչդեռ այն հանգամանքի բերումով թե ով քանի ձայն է ստացել հասած դուք դա նախապատվություն տալով հաստատվել է նրանց։ Իսկապես տողնա։ Դե հանգամանքի բերումով ով ինչ համեմատությամբ ներկայացված ազգային ժողովում մենք բոլոր հանձնաժողովում որոշիչ ներկայացրել։ Ցանկացած հանձնաժողովում մեր քննարկումը որոշիչ ենք ինչ կորոշենք։ Տանը չտանը։ Չէ, նկատի ունեմ, եթե հարցերտելուր կար, պայմանական մարդու իրավունքների հանձնաժողով, ուտեղ ասենք իրանք ունեն երկու անդամ, որոնց մեկ նախագահն է փոխնախագահը, նույնչափ կշիռում է ձայնը, որքան այն 4 անդամներին, որոնք ոչ նախագահ են, ոչ փոխնախագահ, բայց բավական են նկատի ունեմ բոլոր հանձնաժողովներում մեծամասնությունը շարունակում իրենց կուպայից հարցերը որոշվում են քվեարկությամբ։ Ճիշտ է, որ կազմակերպչական հարցերի մի մեծ մասը զգալի մասը դնում է նախագահների վրա, բայց չեմ կարծում, ոնց որ այն նախադասությունները որպես ձևակերպում են, տպավորություն թե իրենց ամբողջն է տրվում, այս տրվել է իրենց մարդու իրավունքների եւ եվրոինտեգրման։ Չէ, նույն հաջողությամբ իրենք էլ կան մյուս հանձնաժողովներ կա։ Իրանք կան եւ իրանք նույնչափ ես շատ հետաքրքիր թեմա է ռեակցիաների մասին ես շատ եմ մտածում։ Իրանք նույնչափ անզոր են
Թեն հանձնաժողովներում որպես իշխանություններ եւ թեն հանձնաժողովներում որպես իշխանություն չունեն, գիտես երևի, որ սահմանադրությունն է սահմանում, որ ընդդիմություն նույնիսկ եթե 1% ձայնահավաքենք, պետք է 33% ներկայացվածություն ունենա, այսինքն սահմանադրությունը ասում է, որ դուք չեք կարող նույնիսկ ամենայ սոլիդար իրավիճակներում չեք կարող միանման լինել ներկայացված ազգայնով, եթե 99% էսություն ընտրել, այն մի տոկոս պետք է գա, հրի դառնա 33% իր ներկայությամբ, որը կարծես թե հակակշռում է այդ բանը, խելագար մեծամասնության ադամոչ կանին ու ոչ բաներ, հարաբերական խելագար մեծամասնության ռիսկերը, ու սահմանադրությունը հետաքրքիր է, այս սահմանադրությունը, որն ասում է սահմանադրություն, լսած կլինես, համարյա ամեն ինչ, համարյա չէ, ամեն ինչ, բոլոր հնարավոր լիազորությունները, ինչ է դրա հետ դիսկոմֆորտներ, բան, քննադատները, բոլոր հնարավոր լիազորությունները ստանում է այն չգիտեմ, 30%, 20%, 10% բացած ուժերից եւ փոխանցում է մեծամասնությանը։ Երբ որ ասում են Սերժի սահմանադրություն փոխել, նկատում եմ, որ պետք է ինչ-որ միազորություններ բաշխել տարբեր համամասնություններով, տարբեր քաղաքական ուժերի միջև։ Հիմա այն ինչ որ առաջարկում է տեսության մեջ, որ պետք է սահմանադրություն փոխվի եւ ընդդիմության ավելի շատ լծակներ տա, այլ քաղաքական հայացքներով քանիշխանությունն ունեցողների ավելի շատ լծակներ տան։ Այն ժամանակ եթե ոնց որ փոխվի եւ շարունակվի հրամապարզայի ժամանակ ավելի վատ վերնագրերի լինելու արդյոք պետք է տալ ընդդիմության հակակշռության լծակներ այդ ծափանորից չէ հա համաձայն եմ որ ճակատում բայց սահմանադրությունը ուղղակի բան է ասվել բան 3 հատ հանձնաժողովի նախագահ արժեյոր եւ մի հատ փոխոսն է իրանք այլևս ոչինչ չունեն նույնիսկ եթե ներկայացնում են ասենք 33% քաղաքացու բանի նկատմամբ պետական իշխանության կառավարման համակարգը չէ թագուին է հա դա ամեն ճասված հա նկատի ունեմ իշխանություն իրանք այնուամենայնիվ ունեն տնտեսական իշխանություն ունեն ֆինանսական իշխանություն ունեն որտեղ իշխանությունը եթե մենակ պետական կառավարման համակարգում որոշումներ կայացնի լիազորությունն է չունեն քաղաքական իշխանություն չունեն բայց տեսակի իշխանություններ ունեն խոսքն ամասին է, այսինքն այո, ընդդիմությունը ունենա լիազորություններ, անշատ գործիքներ ունենա այդ փոխական հասկանումը, բայց այդ խնդիրը այո միշտ գալու է այդ սահմանադրության կոնտեքստում ու ներկայացնում։ Իսկ ով է քո ընդդիմությունը։ Իսկ ով է այդ ընդդիմությունը, այսինքն այս շատ կարևոր հարց է ու այս դա բանը 26-31 թվականի կարևորագույն հարցն է ու սա պետք է բոլոր քաղաքական մտածող քաղաքական ուտես մոտիվացված մարդկանց իրանց ուսերին դրված հարց լինի, որտեղ ակնկալ է, որ պետք է ինքը իրան ընդդիմություն լինի, ինքը իրար իշխանություն, դա լավ տեղ չի տանելու։ Դե ոչ, դա լավ տեղ տանելու, ոչ այսպիսի շարունակաբար ընդդիմության այդ ճանապարհ գնալն է մի լավ բան, էլի կոպիտ ասած։ Դա տակնում է այս ընդդիմությունը։ Իսկ ինչի համար է ընդդիմությունը։ Որովհետև քաղաքական որակյալ առաջարկ չկա դաշտում, բայց եւ քաղաքական առաջարկ է, թե հա, ասենք պրոմուսականությունը բանալու առաջարկ չէ։ Դե կարծիքում Հայաստանում մարդիկ շատ չփոխանցվում են քաղաքական հայացքներով, հազար տեսակի քաղաքական հայացքներով, բայց քանի բանը երկու հատ շատ ուժեղ դերակացված առաջարկ կա։ Այդ երկուսի միջև են բաշխում, են արանքներում ոչ մի առաջարկ չի լինում, են մարդիկ են, որ մենակ թե Նիկոլա չլինի, ով ուզում է լինի գնում ասենց այդ արկում է, այն դերակացված առաջարկի։ Եվ այն մարդիկ, ով մենակ թե քոչերենը հետ չկան, ով ուզում է լինի, գնում է, մեր արկի մեջ։ Այդ դու հասկանում ես, որ այդ արանքում առաջարկ չկա։ Մնացած բոլոր առաջարկները, եթե դու ուշադիր լինես, մեզանից էլ են կողմեն գտնվում, այսինքն մեզանից էլ մարդինալ են, մեզ ով է քննադատում, օրինակ այս ԵՄ ինտեգրման հանձնաժողովի նախագահի կոնտեքստում, ավելի եվրոպամետները, հա մեծ բարձր չէ, որ իրենց այցից հանեաներ մոտ։ Չկա հասարակություն, ոնց աշխատելու։ Դե իսկ հասարակություն աշխատած պետք է հասկանա, որ ինքը արդեն ժամանակ նա քաղաքականությամբ զբաղվել։ Օ, դա քիչ շատ լավ։ Ես առաջարկում եմ միկրոֆոնը ուղղել, որպեսզի այն այո, այդպես լինի, շնորհակալություն։ Խորհրդանում եմ այս թեման շոշափվում է, խաղաղություն չէ, չգիտեմ, այս չի։ Փաշինյանը Թրամփի հետ զրույց ունեցավ,
Հետո Ալիևի հետ զրույց ունեցավ, Ալիևը Ոնց որ առաջին ուղիղ շփումներ, չէ, հերախոսազանգ։ հա, հետո Ալիևը Նոր ալիքավորացել։ չնայած հիշում եմ ժամանակ առաջ ասո Էրդողանի հետ եմ շփվել հերախոսազրույցում ուղիղ Հայաստան, բայց Ադրբեջան ոնց որ չեմ հիշի։ Աշխատակազմերն էին իրար հետ աշխատում։ չէ, նկատում ժամանակ առաջ Էլիզանգա։ չէ, զանգ չեմ ասում։ Փաշինյանը ասաց, որ կա նաև չեմ ասում իր կողմից, հա, թե ագների, թե ախեյով չի։ Հա, նկատում եմ աշխատակազմերն աշխատելու այդ բանի ժամանակ կոպի ժամանակ կհուշես այդ գերիների որ կոպի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեցին գերիները եկան Արշավետի աշխատակազմում իրանց մոտ նախագահի աշխատակազմներ հայտարարություն տարածել, որ իրենք միմյանց հետ ուղիղ կապով են այդ։ Օգոստոսի 8-ի առաջին այլակի կապակցությամբ միջև զրույցների մասին հանրայնացվեց, Փաշինյանը դիմեց Լերի ժողովրդին եւ այստեղ մի հատված ուզում եմ մեջ բերեմ։ Ակնհայտ է, որ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանակից է եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի։ 25 թվականի օգոստոսի 8-ից առաջ մեր պետությունը փակուղու մեջ էր։ 25 թվականի օգոստոսի 8-ից հետո մեր առջև բացվել են անծայրածիր հեռանկարներ, որոնցից օգտվել չօգտվելը կախված է մեր հավաքական կամքից, մեր իմացությունից ու աշխարհը ու մեր պատմությունը սովորելու մեր ընդունակությունից։ Ես խնդրեմ, որպեսզի դու բացատրես, այս սահմանագից ասվածը դա Ադրբեջանի խաղաղության նախաստորագրված համաձայնագիրն է, դա Վաշինգտոնի միջնորդությամբ ստորագրված խաղաղության համաձայնագիրն է, հռչակագիր, թե Վաշինգտոնի եւ Երևանի միջև ձեռք բերված եւ արդեն պայմանագրային տեսքի բերված պայմանավորվածությունները։ Ո՞րն է սահմանագիծը։ Չասես 3-ը։ Տեսի դե ոնց որ այնքան որքան դու ունես այդ հարցը պատասխանը, այնքան էլ ես ունեմ, եւ ես ունեմ, որովհետեւ ես տեքստը պատմեցել խաղաղության հավաքման ժողովն է։ Այս 3-ը մեկը ինչքան է դա վատ պատասխանը։ Ես ինչ նկատի ունեմ։ Օրինակ ես ում եմ պատկերացնում իրավիճակ, եթե բնավ չեմ հեգնում հասնում։ Ես այսքան այն խոսում ենք այն ամենից ինչ կարող է լինել եւ գուցե եղել է, հա, ասած շոկ ասած։ Օրինակ եթե այդ խաղաղության գործընթացի նախաստորագրումը հնարավոր լինել Մոսկվայի միջնորդությամբ։ Դա եւս այդ սահմանագիծն էր լինելու մինչև 25 օգոստոսի ուրիշ Հայաստան, փակուղային, դա հենց հետո մեծ հնարավորություններով ուրիշ Հայաստան։ Տեսի Մոսկվայի, Ճապոնիայի, Չինաստանի թե Նոր Զելանդիայի միջնորդությամբ իր պայմանավորվածությունները կողմերը պահեին եւ կամ այդ միջնորդ կողմը որ կարողանար երկու կողմերի նենց բանաչարկել, որ իրանք շահագրգռված լինեին պայմանավորվածությունները պահել, այո, կլիներ։ Խնդիրը ո՞րն է Մոսկվայի, Մոսկվան չէր կարող Ադրբեջանի հետ պայմանավորվածության դաշի։ Ինչ էր ուզում։ Դեսի չգիտեմ, չէր ուզում թե չէր կարող։ Մոսկվա չէ։ Բայց որ մենք ոնց որ տես փորձառություն երկուսով չէին։ Հա, ապա մենք այդ բանը այլ ոնց որ բարդ է դեպքերների մեջ։ Այսինքն հիմա փաստորեն եթե երկուսով չէին ուզում, դա նշանակում է որ հիմա Ադրբեջանը շարունակում է ուզել իսկ միացանալու ստիպում է։ Դե կարծում եմ այո։ Անխավարված կարողությունն է, բազմաթիվ վարկածներից մեկը էլի, բայց որ Ադրբեջան պայմանավորվածություններ անում է, որոնք ձեռք են բերվում միացյալների միջնորդությամբ, օգնությամբ, ներկայությամբ, դա մեծ փորձառությունն է։ Եթե կարողանար մի ուրիշ երկիր այնպես անել, որ երկու կողմերը պայմանավորվածություններ պահեին եւ այդ պայմանավորվածությունները չէին լինի մեր հաշվի։ Ցանկացած գաղտնաշող, հոյի համար մեկ չի, տարբերություն կա, միանալիզը Ռուսաստան թե Չինաստանը, եթե կարողանում է օգնել մեզ կայացնել խաղաղությունը իրական խաղաղությունը։ Իսկ քեզ համար այդ տարբերություն չի լինի, եթե ոնց որ այդ գործընկերոջի անունը ուրիշ բառ լիներ, բայց այդ հարցերը նույն ոճով ուղղվեին։ Չէ, եթե այո, նույն ոճով լիներ, բայց դա հենց այդ գործընկերոջն է։ Այսինքն նա որ ասում նույն ոճով ուղղվեին, նույն ոճը լիներ, նույն բան լիներ, սիմատոր լիներ, չգիտեմ։ Հա, այն որ հաստատած է միացյալ նահանգներն, կարող է ես համաձայն եմ։ Միայն բայց անունը արդեն իսկ մեզ հուշում է ոճը, պայմանավորվածությունների բնույթը։ Դա
Գիտես ինչա դա նշանակում որ իրանք բաներ էլի դա էութենական հատկությունն է որ Ռուսաստան չի կարող խաղաղություն հաստատել կամ օգնել խաղաղություն հաստատել դա կարող է բանը դրվագային ժամանակային պատմության այս փուլում Սպաղոմի 50 տարի հետո Ռուսաստանը դա ավելի դահարդու քննիացել այսինքն ես չեմ ուզում Ռուսաստանի էութենական հատկությունը վերագրել բանի մնացած բոլոր երկրների այս բանին այս ժամանակում պատմության այս փուլում Միացյալ Նահանգները շատ ավելի որակյալ է այդ հանգամանքների չէ որովհետեւ այլ բանի պետության ներկայության հետ որ ինքը կարողանա առանց բանի էլի գիտես այդտեղ մի հատ շատ կարևոր բան է կա առանց պետությունների կողմից որևէ մեկի հաշվին դա անելու ինքը իր հաշվին կարա ինչ-որ բան չարքի որովհետեւ դուք իրար հետ խաղաղացնեք ոչ թե մեկից հաշվին նրան անհրաժեշտ չէ նայած շատ է կարծում որ մեր հաշվին է եղել որովհետեւ ես համաձայն չեմ ես կարծում որ հաշվին հաշվի չէ Մենք այդքան խոսում վերջապես եկել է այն պահը, որպեսզի մենք նաև ընթերցենք որոշակի մեկնաբանություն, հա։ Ես sense հապանցի կարագարակ կանցնեմ, եթե ինչ-որ բաներ կա որ ցանկ նս կենտրոնանալ, կարող ենք կենտրոնանալ։ Նախորդ հաղորդման մեկնաբանություններից բնականաբար թուրքներ ամենատանող թեման, հա։ Նույնն գրել է, իսկ իրենք Ռուսաստանում թուրք չեն տեսել, հետներ ընկերություն չեն արել, հաց չեն կիսել Դե այստեղ մեր հասցեին հաճելի զրույց, չգիտեմ ինչ, շատ շնորհակալություն։ Մեր շատ հաճելի է այո կարդալը։ Այս ոգևորումը ստիպում շարունակել։ Արուսյակը ասում է որ նյարդը չի հերիքում նայած ժողովի նիստերը եւ ասում է որ շատ կարեւոր են այս։ Թող երկու արագությամբ նայ։ Շատ լավ։ Եթե հա այստեղ էլի է թուրքի թեմայով Հա, այս մեկնաբանության մասն ուզում եմ հարցին ասում եմ Spotify podcast-ում, եք ինչ ես կարծում արժի այս զրույցները առանց վիդեո տարբերակ տեղադրել Spotify-ը։ Իսկ եթե առաջացնում ու մարդկանց արժի էս Կարող ենք փորձել։ Հիմա մեզանից շատ բան չի լինում, էլի։ Դե այստեղ ունեմ դե թուրքն է գնում, չեմ ուզում եմ թեման շատ խորանալ, որովհետև նախնական խոսել ենք էլի դրա մասին։ Դե դա խոսում ես։ Շատ լավ։ Ինչ ես կարծում դու։ Փորձում եմ արագ ավելի աչքի անցկացնել, բայց լավ։ Մենք sense պայմանավորվեցինք, որ մի քիչ խոսենք, որ դարձնենք մեկնաբանություններ, դորիչոն Ես եթե անկեղծ լինեմ, այս շաբաթվա ընթացքում շատ պասիվ եմ եղել հետևելու լրատվությանը, լսել եմ ասեն ժողովուրդ բոլոր նիստերը։ Հա, դա նորացի լրատվություն եւ լսել եմ ասեն ժողովի բոլոր նիստերը, բայց այսօրվա նիստերում էլի դեկատողիկոսին դատարան տանել, հա կմեցանա դատարան տանել, սա ազգադավություն է, անբարոյականություն է, հակաքրիստոնյա է, հակա մեր եկեղեցական է, չգիտեմ, հակահայկական է, ու ինչ-որ նման թեմաներ, հա։ Ես մի պարզ բան չեմ կարող հասկանալ։ Եթե իշխանությունը մեզ կարծես փաստեր չի ներկայացրել, չէ՞ որ կաթողիկոսի բուսակրում չէ։ Չէ, դա դες պնդումն է օդի մեջ պնդում եք դուք անում։ Ես կամ պատերբանացում։ Հասկանում։ Հա, դուք օդի մեջ պնդում եք անում։ Այսօր էլ լսեցի այդ մարդուն ընդդիմությանը մեղադրում էր գործընկերներից մեկը ասում էր ոնց կարող եք դուք հաշ լինել նրա հետ, որ Հայաստանի կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցու առաջնորդը կաթողիկոսը բուսակրում չէ, այսինքն նրանք ասում չես խոսում էլի։ Երկուսի պնդումներ օդ են։ Լսի դե ոնց որ այդ պատմությունը ուստեղ հաստատ լինելու հետ ես ինձ մի քիչ այս մասում երևի հնարավորական շատ ասում եմ ես մի քիչ թեմայի բան չեմ ուզում շահառու չեմ ուզում նաև այն բանի բերումով որ ես մտածված չեմ ուսուցչի վերապահումները կարան համարվեն ոչ ամենքի վերապահումներ բան ոնց որ թեև դավանանքի արմոնը Իսկ մշակույթը, հա, առաքելականում բոլորս երևի, որովհետև մեր ամբողջ մշակույթը բազային առաքելականության վրա հիմնված, բայց բանի ոնց է կրոնական թեմաների մեջ չեմ կարող մտնել, ես կարծում եմ, որ արամ կողքից վերլուծաբանի պես դա Չէ, Ռուբինյանը ասի դա կրոնական թեմա չէ, դա քաղաքական թեմա է, ես նաև համաձայն եմ։ շուրջ ծավալվող հարցերը քաղաքական թեմա են։ Անհարի, դրա համար եմ խոսում։
Այն իմաստով ես վերապահում ունեմ, հարցեր ունեմ, առաջարկներ ունեմ, խաղապարներ ունեմ, այս թեմայի հետ, բայց ես չեմ կարող բանել, նաև այդ առումով ուխտի մասին իմ ասած, Թագոյ ջան, իմ ասածը հենց դա է, ուսը նաև շատ դիմադրներ դրա մասին, հենց այդ տրամաբանությամբ են ասում, որ ասում են, եթե դա քաղաքական թեմա է, ինչու է դուք կրոնական թեմայից եկել հասել դրա քաղաքական թեմային, այսինքն հանգիստ ողեք այդ կրոնական թեման, ուխտազանց է, ուխտազանց չի, ինչ է, ինչ չի, քաղաքական խնդիրը, որն է, լուծեք այդ քաղաքական խնդիրը, հիմա ուխտազանցը չէ, դա ձեր գործը չէ, այսպես չվերջ կոպիտ ասված, հա, թողեք այդ հարցը, դա անվերջ, անիմաստ տեղագնում, դուք չեք կարողանում ավարտել, նկատի ունեմ, երբ քո նման մարդկանցից, ով որ ասես ընդդիմություն ասում, ով ինձ հասկանում ասես, ով այս տես բան ասել երբևէ։ Չէ, ասացի կան գուցե որոշ ընդդիմադիրներ, ոնց ասացի տրամաբանությունը հենց դա է, նա որևէ տեղ չանող մասը։ Ես հիշեցի, որ դաշինցիները մեծ մասամբ ֆրանկ են, բան, էլի, քրիստոնյա։ Բայց նկատի ունեմ, տենց բան ասող, ոնց որ լավատես ես ընդդիմության հարցում, բայց ես ներկա եմ եւ ուշադիր։ Ես ում հասկանամ ինչու հնարավոր չէ այդ հարցի կրոնական բաղադրիչ թողնել, որովհետեւ չտանող հարց է։ Որովհետեւ բանի մեջ, կուսակցությունների մեջ կան մարդիկ, որոնց հայացքից կրոնականը այդ մարդկանց ոնց որ այդ խոսակցությունը չես կարծի պես բոլոր խմբերը, ասեն, այդ կրոնական թեմաներում նույն բառերով խոսում։ Չէ, հասկացա, ես դու չես կարող ասել 200 հոգով նույն բառերով խոսում։ Չէ, ես իմ խոսել, ես շատ եկել այս թեմաչը, ես 10 հարյուրավոր հարցազրույցներ ունեմ։ Եթե մի տեղ ասես կուսակցության հարց բարձրացնեմ, ես հետևողականորեն ինձ հետևողականորեն հետաքրքիր չէ, բայց դու չես կարող ասել, պես որ ասում եմ, երբ որ ինքը մի հատ խնդիր ասեց ծագում, ով ինչ խնդիր ունի, այդ խնդիրները ամեն մեկին ողջ բարձրացնում է, դա նորմալ է։ Ես չասում դա նորմալ չէ, ես հասկանում եմ քո ասածը, ինձ առանձնապես չի հետաքրքրում։ Ով արվեստը իսկապես իրանց բան չունեմ ասելու, բան չունեմ ասելու, իմ ասածը ուրիշ բան ախմբի։ Իշխանությունը, որ այդ հարցը բելավորակար եւ ասում է, որ դա քաղաքական հարց է, եւ դա ընդհանուր Փաշինյանը բնորոշում է ազգային անվտանգության հարց, հա։ Հարց է, ընդհանուր բանը, կուսակցության թեման, որպես ազգային անվտանգության հարցին տարածվելու բան ունի։ Հասկացա, բայց մի րոպե։ Ինչու է պետք որ էլի իշխանությունը խոսում է ուխտազանության մասին, այլ չի խոսում բուն խնդրի մասին։ Ձեր թիմը խոսում։ Հիմա ցած աներ չհիշում ես Չէ, ինչ եմ ուզում ասել։ Ես արդեն կերժամով քեզ հետևողականորեն փորձում եմ բացատրել, որ ինձ այդ թեման հետաքրքիր չի։ Ոնց չեմ կարող ես պատասխանել մի հարցի։ Բայց ինձ հետաքրքիր է, բանի չեմ։ Կամ չի, ուսա։ Նկատի ունեմ, որ ես հասկանում եմ, որ ձեր բոլորի ասում եք միադեմ, միանման, բան եք ուսապարկել։ Բայց մենք կարանք շատ հարցերում, ոնց որ չունենանք Էնոսի հիմնավորում հարցը ուրիշ դեր կամ եւ անցնենք առանց։ Կարծում ես, որ քո որոշ շատ գործընկերներ բարբերաբար խոսելով ուխտազանցության մասին, հենց ընդդիմությանն են տալիս հնարավորություն, որպեսզի այս թեման այդտեղից այն կողմ չգնա։ Եթե ընդդիմությունը բան ունենար, ընդդիմությունը այդպես մոտեցածներ հարցի, ես կհամաձայնեի քեզ, բայց ընդդիմությունը նիստը չի նկատել հենց անունացի, դեռ մեծ կորկորոցա խոսակցություն չի շարունակել։ Շատ լավ է, բայց իմ ասածը դա է, որ դրա քաղաքական բովանդակությունից պիտի խոսեք, թող իրենք տեղից խոսան, նա ուխտազանց չէ, դուք դրեք քաղաքական բովանդակություն խոսեք, թող նրանք ասեն նա ուխտազանց չէ։ Ասում, բայց դա կապ չի, իրանք կարող են անում, որպեսզի դրան չլսվի, բայց ես նկատի ունեմ, որ դրա քաղաքական բովանդակություն են խոսում, ասում մեր քաղաքական բովանդակություն խոսել Չհաս չեկակ ընդհանուր հայտարարի, որ Հայաստանի տարածքը կամ քարտեզը կատարյալ եւ ամբողջական չէ։ Այսօր նաև քոչերենի ստորագրած փաստաթղթեր։ Այո, վարչապետարանի հայ բաժանում հողային որտեղ նշված է որ Հայաստանի տարածքը որ 20743 ամբողջ 3 մեր նոր թիվ ենք ստացել։
տարածքա ու բաններ բայց քոչարանի ժամանակ մտածել մեջ 20000 թավրի կա մաշկաչափով այդ կլորը 20000 իթոր 43 էլ կա հա երկուսն կա այլ որ արտու կավայ եթե ես արտու ֆակշետրենս դե սենյոր սենցալյորնից ուր է 57 դեկտար ֆոտոստերի մեջ միտել բայց իրական մեր պետության իսկ փաստաթղթային ամփոփության բանները շատ սումերատրոն փոքրան վերաբերում որտեղ But no, it's all better. Այս կրոնական խոսակցությունների ինչու ասել, հասիվ կրոնական համայնքից ուզում ենք պետություն քաղաքացիական հանրույթ դառնալ, որի դեմ ատաղի պայքարում են դիմուցել, ու կարծում որ դա ավանդույթներին դեմ գնալա քաղաքացիական հանրույթ լինելը։ Որ ավանդույթ։ Ես դժվար եմ բացատրել, բայց ես կարծում եմ կրոնական համայնքի ավանդույթ մենք ունենք։ Ես չգիտեմ իրաց մեջ ինչ կատարելու, բանի մեր կրոնական համայնք լինելը մենք գիտենք ոնց է հազարամյակների մեջ շատ հեշտ կարող ենք լինել արագ վերակազմակերպել 5 րոպեով վերակազմակերպել հա բայց դա գուցե միանման էլի դա գուցե շատ ակտուալ է երբ օրինակ չգիտեմ հենց այս բառը օգտագործեմ եթե մենք ինչ-որ գաղթ օջախում ենք բայց պետության մեջ դա ակտուալ չի հա բայց մենք հիմա ոնց որ սովորում ենք քաղաքացիական հանրույթ լինել այսինքն պետություն լինել ու դա մեզ շատ դժվար է դուրս որ դուք հազարավոր տարիներ այն մյուս բանն եք եղել ու երբ որ դուք փորձում եք Ես չգիտեմ, ես մասը պատել եք, թե չէ, եկեղեցին են շատ պետական գործառույթները, համայնքի մեջ, այդ հանրույթի մեջ բան արել, բան մկրտության վկայական տվեց նա հայա, ոչ թե ուրիշ ոնց իր ինքնությունը ֆիքսել, եթե քաղաքացիություն չես կարող տալ, ամուսնության ծախսերի ամբողջության ամուսնություն հավուն բան, ասեք ամբողջ ինքնարը, չեմ ասած ծախսն գրանց մամա, գրանց ամուսնություն, գրանց ծնունդ, պետական ինստիտուտներ սա գործառույթներ իրենց վերցրել է Բայց ոնց որ երբ որ դու փորձում ես վերակազմակերպել կյանքը որպես քաղաքացիական հանրույթ, դա ոնց ավանդույթներին դեմ գնալ մեկնաբանվել իհարկե իրատեսվելով չի կարող դա ասել տեքստը ասում են ազգային ավանդույթ է բայց դա ուղղակի պետություն դառնալու ճանապարհն է ու արդյունքը բոլոր ազգերին ստիպել է ունենալ պետություններ կամ ուծացվել ու սենց է պես ժամանակների պայմանները դարձել Okay, what's a big cost to trust me with how you know style եւ դեռ շարունակվում ունենալ, բայց պետություն ինքնություն պահպանելու ամենալավ գործիքն է առայժմ դարձել պետական լեզու ունենաս, պետական տոներ ունենաս, ինչ վարդավառը կլինի համայնքի միջի ջրոցի, ինչ կլինի պետական մակարդակով տոն, ամենը դա տարբեր բաներ են, բայց ոնց որ բարդ է գալիս որպես ժողովուրդ պետություն ունենալ, այս շատ արդյունք է ցավոտ ճանապարհ ասում կոնկրետ տանջում չգիտեմ դու ես թե չէ բայց այդ բանը դժվարությունը ամբողջ բանով պետության ամբողջ բանով ստացվում այդ սահմանների հետ չհաշտվելը այդ բանի հետ խոսակել մեր ավանդույթները բան արտերության դեմ պայքարելու այդ խոսակցությունը բոլոր նույն աղբյուրից հետո այդ բառը չէ ականջս ծակեց սահմանների չհաշտվել Հա չեմ հաշտվում Բայց դա ինչ հաշտվելի բան, այսինքն սա քո երկրի սահմաններն է դու ոչ թե իրենի հաշտվում ես, այլ ինքը քեզ համար միացնես, չգիտեմ, իրանց բառերով ասում, աստվածային մի հատ բան է։ Իրանց համար ես նաև դաշնություն ծրագրում ֆիքսված է սա, որը չի փոխվել 120 տարի ի վեր, այսինքն ոնց որ իրանց մտածողության մեջ Հայաստանի Հանրապետությունը այնա ինչ մնացել է մեր հայրենիքի տակը Տակը մնացել է Հայաստանի Հանրապետությունը, մտածում են Հայաստանի Հանրապետությունը։ Մաղել են տակն ինչ մնացել է։ Տարել են ամեն մեկը մի տեղից, իրանց կանոններով տակը մնացած հայրենիքն է։ Բայց միշտ իրական բանը պետք է ավելի մեծ լիներ, ինչ մեզ հասնում է, մեզ ավելի մեծ պետք է լիներ ու իրանց ես հասկանում եմ այդ սենտիմենտները, որ մենք ավելի մեծ ենք եղել, ասենք Հայաստանի Հանրապետությունը։ Մի անգամ մի ամերիկացի գիտնական բան արեց վարչապետի հետ հանդիպան, վարչապետին հարցրեց, ասեց, այս քարտեզը, որը դուք բանեք, ամերիկացի Հայաստան ազգությամբ այդ չէ, այս քարտեզը, որը դուք ասնաբանեք ամքարություն եք, ինքը բանի ցեղասպանության, սովետիզացիայի եւ էթնիկ սպման հետևանք է։ Ոնց որ Okay, ու ասենք, ասեք այդ տրավմաների հետևանքն է այս քարտեզը, հասկանես։ Ու երբ որ դու ցենց նկարագրում ես այդ քարտեզը որպես քո տրավմաների հետևանք ոչ թե ծրկվելու,
ազգային լիցուվը, հայերի ազգային լիցուվը, հայերի ազգային լիցու պետությունը։ Այսինքն դրա տրամաբանությունը ո՞րն է, դա տրավմաների հետևանքով ձևավորած քարտը վերապրինքի հետ։ Չհաշվես, պետք է փոխես այդպես, չհաշվես դրա։ Անցփոխ։ Ու դա ինքն հեշտ է, Մեծացնես։ մեծ չէ, դե մենք դեպքում ոնց միշտ բան ավելի հակառակ է ստացվում, նկատի ունեմ հայ ժողովուրդը ինչքան փորձել է մեծացնել, կոնկրետել է, բայց ինքն այնքան հեշտ է լինել ինչ-որ ապահով երկրի, ապահով ակադեմիայի, ապահով սենյակում, ծախսական չստացվեցին ասկողություն հետևանքների հետ հաշտվել, ոնց է ստեղ քաղաքական որոշումներ կայացնող իրանց մաշկով այդ որոշումների համար պատասխան տվող ժողովրդի համար։ Մարմին պետք է որոշման տակ դրես, չես կարող բանել, ասես ավելի շատ։ Ես բարեգործություն եմ արել, ես բանակ չեմ գնում։ Ես ավելի շատ փող եմ դրել, քան դուք կյանք։ Հա, ես բանակ չեմ գնում։ Ու այդ առումով ես հասկանում եմ մեր քարտեզների տրավմաների հետևանքն է, բայց նաև երբ որ հակառակ մեկնաբանությունից կամ հայ ժողովրդի ազգային իղձը հազարամյակների վեր պետություն ունենալ նաև ու մենք ունենք, մեր ազգային իղձը իրականացել է, ավելի լավ չէ այդ դիպանքությունների մեր պետությանը։ Ես ուզում քո ելույթին անդրադառնալ ազգային ժողովում էմոցիոնալ եմ քո ելույթին, շատ ինձ դուր եկավ քո ելույթը, շատ դիպուկ էր, շատ ցավով էր եւ կարծում շատ բազմաշերտ էր այդ դրա տակ չգիտեմ դրա տակ ես լիքը բան եմ տեսել իմ ապրումների տրամաբանության լիքը բան եմ տեսել այդ ելույթից տակ ու այդ ելույթից տակ տեսել եմ նաև որոշակի աղճատված արժե համակարգի ես տասնամյակների ընթացքում հա շատ բան տեսա այդտեղ ինձ ավոր հուզեց ելույթը դնեմ այստեղ տեսնեմ ու շարունակեմ հա ես կարող եմ չեմ տեսնում բայց այդ վերջի ապրոցը Երբ որ դուք ասեցիք ով է ավելի շատ տվել Ղարաբաղին, քան Սամվել Կարապետյանը։ Ես իսկապես կարող է դուք այդ պահին վատ եք ձևակերպել, բայց ես իսկապես հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր իրենց ընտանիքների անդամներին են տվել, իրանց արյունն են տվել, իրենց ձեռքերն ու ոտքերն են տվել, դա չեն լսել։ Հարգելի գործընկերներ, ելույթով կպատասխանեք։ Պարոն Վարդևանյան, դա օքեյ, ելույթով կպատասխանեք, էլի, ես եթե տեղը չի լսվում, ձեր ասածը չի լսվում, իմ ասածն է լսվում եթերում ինչպես գիտեք, եւ ճիշտն ասած, այդ զգայունությունը չունենալը, տենց արտաբերելը, ես չգիտեմ, ձեր միջավայրում կան այդ մարդիկ, չկան այդ մարդիկ, ովքեր իսկապես իրենց կյանքն են տվել, այդ խնդրի կարգավորման համար, բայց ես ուզում եմ, որ մենք լրիվ տարբեր սոցիալական խմբերից ենք կներեք, էլի, որ սենց եմ ասում, որովհետև մենք փող չունենք, իմ ընտանիքը փող չունի, որ տար Ղարաբաղին, իսկապես իմ աշխատավարձով է ապրում իմ ընտանիքը, բայց իմ հայրը ակնհայտորեն ոչ երիտասարդ տարիքի, որտեղ իմ հայրն է։ Իմ հայրը կամավորագրվել գնացել եւ մինչեւ վերջին րոպեն եղել է պատերազմի դաշտում։ Իմ եղբայրը 44 օր կռվել է պատերազմի դաշտում։ Ես ուղղակի չեմ ուզում պատկերացնել այն մարդկանց վիրավորանքը, որոնց ընտանիքի անդամները չեն վերադարձել, որտեղ ճիշտ է ծանր ապրումներով, ճիշտ է դժվարությամբ, բայց իմը վերադարձել են։ Այդ ապրումները պետք է ունեցած լինել, որ այդ զգայունությունը ունենալ մարդկանց հանդեպ հասկանում եք։ Ես հորս հետ 10 օր շարունակ կապ չեմ ունեցել, ես հորս ոչ թե հիվանդանոցներում, ես դիահերձարաններում եմ փնտրել։ Դուք ուզում եք ասեք, որ այդ տուրբոգեներատորը ավելի կարևոր է։ Ես համաձայն չեմ ձեզ հետ։ Ես համաձայն չեմ, որ փողով պետք է չափել, թե ով ինչ է տվել Ղարաբաղին։ Դուք դա ասում եք, որտեղ դուք այդ փորձառություն չեք ունեցել։ Եվ ես հույս ունեմ, որ դուք դա նկատի չեք ունեցել։ Ուղղակի այդ հույս ունեմ, որտեղ մարդիկ ձեզ լսում են։ Մարդիկ ձեզ լսում են։ Այն սոցիալական խմբի մարդիկ, որոնք իմ հարազատներն են, որոնց ես եմ պատկանում։ Ես դու չես մեկնաբանել, ինչ բոլորը Ես ինչու չեմ մեկնաբանել, որտեղ երբ ես լսեցի այդ ելույթը, դե բնականաբար ուզում էի թագուր միանգամից գրել, բայց չգրեցի, որտեղ շատ էմոցիոնալ եմ գնացել ու իմ արձագանքը լինելու էր էմոցիոնալ եւ քանի որ թագուհին սաստում է մեր էմոցիոնալներից ասեցի
լավ, լրեմ կհանդիպեմ կխոսենք։ Անցնի։ Այո, թող անցնի էմոցիաները։ Երկու, այսպես ասած, ուղղությամբ եմ հարցում տալ, որպես մարդ, ուղղակի Հայաստանի քաղաքացի, քո հետագծով, կյանքով, չգիտեմ, տեսածով, ապրածով եւ քաղաքական մասով երկուսը պարագայում որն է շարժարիթը քո ելույթի եւ էմոցիոնալ ելույթի, որտեղ դու այն կերպարներից չես, որը էմոցիոնալ է, դու շատ հաճախ ավելի ցինիկ ես, հա, չէ, վատ բանով չեմ ասում, դու այնպեսին ես, ինչպես կաս, շատ հաճախ ավելի ցինիկ ես, շատ հաճախ ավելի սառն ես վերաբերում հարցերի, որոնք շատ առաջին հայացքից եւ ոչ միայն կարող շփոթի տաքը թվալ, հա, ինչը քեզ ստիպեց որպես մարդ արձագանքել այդպիսի էմոցիոնալ ելույթով եւ ինչը քեզ ստիպեց քաղաքական արձագանք ունենալ դրան, ինչն է շարժարիթը։ Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ եւ բոլորի ծանոթ եւ հատկապես ծանոթ մարդկանց, ովքեր ինձ գրել են այդ ելույթից հետո տարբեր բաներով, ճանապարհներով, մեսենջերներով, մեյլերով եւ այլն, որ իրանց պատմվածքը զգացին այդ ելույթի ընթացքում, որովհետեւ ես կարծում եմ իշխանության համակիր քաղաքացիներին շատ են ճնշել իրանց պատմությունները պատմել, միշտ ինձ համար կարևոր է շատ պատմություն պատմել, սեփական պատմություն պատմել, ոնց որ փոխելը երբ անհնար է, չես կարող փոխել, գնացել քո պատմություն փոխել, բայց պատմելը եւ հիշելը շատ կարևոր է։ Դա առաջին բանը որ կուզեի ասել, երկրորդը որ ես ամենևին չէի նախատեսել էմոցիոնալ լինել, ես ոնց տեքստ էի ուզում ասեի, բայց ոնց որ իմ կառավարելիության դաշտից դուրս եկավ, բայց ինչի ես չեմ խոսել ազգային ժողովում այդ թեման եւ ինչի խոսեցի, սրա մասին կուզեմ ավելի շատ խոսել, որովհետեւ 5 տարի շարունակ մենք դաշնակցության, քոչարյանականների հետ չենք խոսել, բայց ես չեմ հիշում մի դեպք, իրանք են հարուստ, իրանք են փողասեր, թալանչի եւ այլն իրանց մեջ այդպիսի կան, բայց ես չեմ հիշում մի դեպք, որ իրանք փողով չափածին, հայրենասիրությունը, Ղարաբաղը, Լևոն Քոչարյանը իր նկատմամբ բոլոր վերապահումներով հանդերձ երբեք չէի տվել իր ծննդավայրը փողով չափելու, ով է ինչքան փող դրել իր ծննդավայրի մեջ։ Այս նոր խմբացեցին ինձի ամեն ինչ կոնվերտացնում է փողի։ Այսինքն դա մի հատ բան է, մի հատ այդ ցավի արժույթը ինչքան է կուրսը, դոլարի կուրսի պես մի բան է։ Ինքը շատ տարօրինակ է, իրենք որ ասում են մենք ձեզնից հարուստ ենք, ով չգիտի որ դուք մեզնից հարուստ եք։ Այսինքն իրենք պատրաստ են ամեն ինչ կոնվերտացնել փողի։ Ես հիշում եմ Արաբ Աթվանյանի դեմքի արտահայտությունը, ինքը իմ արժին նստած ինձ էր լսում ու ինտերնետում ինքը շատ նեղված էր իմ ասածների։ Բայց խնդիրը այն չի, որ ես ուզում եմ իրան նեղացնել, ես ուզում եմ ասել կամ բաներ, որ անհնար է բանել, փողի վերածել եւ ասել, բան, փողի կուրսով ես $1 միլիոն վիշտ եմ ապրել, այլ չգիտեմ, ձեր խմբակցություն Ծարեգան Հովսեփյան որ ծննդավայր կորցրել, $1 միլիարդ ողբերգություն է ապրել, հետեւաբար չես կարա անհնար է ցավը կոնվերտացնել փողի եւ ասել, ով Սամվել Կարապետյանի չափ փող ատվե, թող ինքը խոսա։ Չէ, շահուրդ ջան, ոնց է չի աշխատում։ Եթե եկել եք փողով մրցելու, մենք մի ամբողջ կրվենք գնանք տուն։ Բայց փողի մրցում չի, չէ՞ սա։ Ու գիտես ինչ, դա ես մտածեցի այդ մասին ավելի ուշ, որ ոնց երբ որ դու պատմում ես դա շատ մի կողմ ես դնում, էլի քո ինքնությունը, քո անձնականները, ու եթե նույնիսկ անձնական պատմություն ես պատմում, ներկայացուցչական է, դու փորձում ես ներկայացնել քո խմբի մարդկանց պատմությունը ու կախված սոցիալական շերտից, սերից, տարիքից, կրթությունից եւ այլն, դու ինչ-որ խմբերի ես ներկայացնում։ Ու այդ Ոչինչ չես վիրավորվում, օրինակ որ ինձ մանեն ասում, ես չեմ վիրավորվում, այսինքն կարծես այդ կարողները բոլորին բարևում բացի մեզնից, ես չեմ վիրավորվում, որովհետև ես չեմ զգում թե դա իմ մասին ես ասում, ու դա իմ թեկունքով կապված քաղաքացիների մասին է, իսկ մեզ ընտրած քաղաքացիների մասին է, վիրավորվում եմ ոնց որ չեն հասկանում, որ իրանց հետ են խոսում, կողմում են, էլի ոնց որ չեմ ընդունում որպես գովես, մտածում եմ, որ դա իմ խմբի մարդկանց մասին է, այդ շատ նուրբ պահ է, որ դառնում ես պատգամավոր, դու կորցնում ես քո, այսինքն չեն կարող քեզ ասեն, քեզ բարև չեն տալիս, որ դրանից չես նեղանում, այդ հոգ դու չէի, այսինքն հո ինքը ինձ չի, որ բարև չի տալիս, բայց այդ Սամվել Կարապետյանի ներկայացուցիչը
որը եղել է բարից բունի մասով իր դատարաններում Սամվել Կարապետյանի ներկայացուցիչները։ Դրանով շարունակում է ներկայացնել Սամվել Կարապետյան հասկանում ես գիտեմ, որ շատ մարդիկ կմեկնաբանեն, դե որ մենք Նիկոլ Փաշինյանին հետ ներկայացնում եւ այլն, բայց իրականում մենք Նիկոլ Փաշինյանի հետ ուղղակի նույն ձև ենք տեսնում հարցերի մեծ մասը։ Մենք որոշում ենք, որ սենց հարցերում մենք համախոհ իրար հետ այս գործը կանենք։ Ամեն մեկը բարձր շատ էական տարբեր քշերներով անհամեմատ համեմատ մեծ քշեր ունի եւ այլն, բայց մենք իրար ներկայացուցիչ չենք։ Ես եւ ինքը գաղափարների նույն գաղափարի ներկայացուցիչ ենք, իսկ այդ մարդը ուղղակի Սամվել Կարապետյանի ներկայացուցիչն են։ Ու ես հույս ունեմ, որ այս խոսակցությունները իրանց կողքնել այդպես վերիկումներ չան։ Ես կյանքումս չեմ տեսել դաշնակցական, որ ասի ես ավելի շատ փող եմ տվել Ղարաբաղին։ Դաշնակցականներ գալցին ասում են, այս հերոսը դաշնակցական ա եղել։ Էլ չես կարա դրան պատասխանել։ Հրաման եմ ասում 5 տարի ես չեմ կարող, առիթ չեմ ունեցել իրանց ասելու ուրիշ բան։ Ես համաձայն չեմ, որ դա վերիքում է, դա մտածողություն է, դա միտք է, այդ մարդը ինչ-որ մի ամբողջ նախադասությունը չի կարող սայթակում հասկանալի։ Այդ նախադասությունը մի բառ կարող սայթակում։ Չի զգում, որ խնդրահարույց բան ասում ես տեսնում եմ։ Դա է չի զգում։ Հենց դա է խնդրեմը եւ դա վրիպակ չի եւ նույնն է որ թուրք տեսել ես չգիտեմ ինչ սարը չէ այսինքն ազգային ժողովում արված հայտարարություններ եւ այլն չեն կարող դրանք լինեն վրիպակ կարող լինի հայտարարության մեջ չգիտեմ մի բարի հոմանիշը սխալ օգտագործել ուղղել անցնել առաջ դա վրիպակ եւ ես նաեւ բան արժույթ օգնելու Հայաստանի ժողովրդին կոչում եմ չամաչել բան անել էլի ոնց որ որ իրանք քիչ են արել Ղարաբաղի համար այսինքն բանը էլի ասած իրանք գնացել են բանկա չէ՞ պասարտ կար օթանավակայանից դու ինչ ես արել Արցախի համար որովհետեւ Հայաստանի ժողովուրդը ոչ է Ղարաբաղի համար ինքնիրա ամենամինիմալ բանը որ արել է փողն է որ Հայաստանի ժողովրդի հարկերից կուտակվել ուղարկվել է Ղարաբաղ իսկ մաքսիմալը դե կյանքը մարդիկ իրաց մարմնով են պաշտպանել այդ գաղափարը եղել է հայ ժողովրդի գաղափարը եւ չի կարելի լսեմ ասել ասի եթե դուք ահա այս ուղղությունն եք կատարել ուրեմն դա ձեր գաղափարը չի եղել չի բոլորին է եղել գիտես կպական ներումն է եղել Նիկոլ Փաշինյանի գաղափարն է եղել հիմա գալիս կորոնան ասում չի ասեց Արցախը Հայաստանը եւ այսօր դա իր գաղափարն է այդ նույն մտերում բալ ինքն է ունեցել եւ ոչ միայն փոխկյան կենսաբաններ ենթակառուցվածքներ ամեն ինչ ներդրել է հակահասկանում շրջափակված ապրել գեներատորը այս երկիրը շրջափակված ապրել համաձայնել է ժողովուրդը շրջափակված ապրել հանուն այդ գաղափարի եւ Լևոն Քոչարյան ինձ մասում ոնց որ ազգային ժողովն ինքնին ես հարցը տվեց ասել դու ինչ ես ստացել երբ որ վարշապետը ասել որ մենք կարող ենք այս նույն արդյունքը ունենալ առանց ծովերի ես իրան չարձագանքեցի բայց քանի որ այս հարցին ասել եք ես ուզում եմ ասել, որ այդ միտքը ես ունեցել եմ մինչև վարչապետի ասելը, եւ ես կարծում եմ, որ պարտված երկրները կարող են այդ միտքը հանգիստ ունենալ, որովհետեւ մենք հոչենք պարտվելու համար, մենք գրվել ենք հաղթելու համար, երբ որ պարտվում ես կարաս ասես, բայց ես կարել Դա հայաց արդեն։ Ոնց ես կարել հենց սկզբից այս պատկերացնում ռուս-ուկրաինական պատերազմ, ասենք Ուկրաինան Գրիմը գրավի, Ռուսաստան չի կարած, ես ես նույն արդյունք առած պատերազմ եք տարայի։ Չէ, ձեզ իշխանության մասով մեղադրանք նաև նրանում է, որ դուք լինելու իշխանություն պիտի իմանայիք ընդհանուր իրավիճակը եւ դա այն գնահատելով մեզ առաջարկ անեիք, եկեք, բայց արցիկ ազգային ժողովուրդ։ Եթե պետությունները, բոլոր պետությունները իմանային պատերազմները չով են ավարտվելու, էլ չէին պատերազմի անգամ ավարտի շուտ համաձայնության տակ։ Ախր այնքան ատեմ է, որ պատերազմը երբեք չի իմանա ինչ գործ ունի վրա, ոնց կշեղվի, էլի ընթացքի բան ռուսները գիտեն, որ Ուկրաինային 5 տարի մնալու է։ 5 տարի որ ասի, ոչ ոք չի հավատա, ոչ մեկ չի համաձայնի հասկանում ես։ Դրանց թվացել է մի շաբաթվա պատմությունը վատագույն դեպքում մի ամսվա, որի մանայի չէին անի, լսի, իրական որ ոնց որ այդ առաջարկն է եղել։ Ես նույնիսկ ինձ հիշում եմ այդ օրը այդ ժամի տեղ որտեղ ես ոնց որ ինչա ռազմական դրության մասին նախագծը բերել եմ իմ ախպերին դարձել բանկել ու ասում որ դրան բան պավեսկա է դե ինքը գնում է ու ես այդ ժամանակ անձնական մարդկային փորձառություն եմ պատմում ես միտք եմ ունեցել որ վարշապետը ասել է համաձայնենք եւ չկրվենք բան միտք եմ ունեցել որ ես շատ կուզեի տենց լիներ բայց չէ որ ես բան
քաղաքական գործիչ եմ, ոչ թե փույչ ընդհանրապես ես պետք է բանանի մեր պետության մասին մտածեմ, ոչ թե եղբորս։ Ես այս միտքը բարերով ունեցել եմ, միգուցե ճիշտ կլիներ բոլոր քույրերի անունից ասել, ես համաձայն եմ, եւ պետք ներկայացուցչական գործառույթ իրականացնել, բայց դա շատ վաղ է մտնոլորտել ժիրակ։ Ես 2019 թվականի փետրվարին խոսել եմ խաղաղության անհրաժեշտությունից, Ագնես Ախամոյանի ֆիլմը, այն առաջի արտադրությունն բանը, տաղավարը կամ ինքորդ։ Իմ վրա նենց արշավացել խաղաղությունից խոսելու համար, որից պարզապես միջև 2020 թվականի սեպտեմբեր 27 այլևս ես ձան պաշտպան եմ ստացել։ Դա իմ համոզմունքն է, բայց ես չեմ ուզում դա առանցնեմ բոլորից։ Բայց միևնույն ժամանակ ես եմ այդ բաներով, այդ միֆերի մեջ ապրել, այդ արինով տված թուղթ ձեռք բերված հողը թղթով չեն հանձնի։ Չէ, այդ մենք բոլորս այս մասին մտածենք, ասենք արին են թղթերի մարդը, ոնց ես թղթով տամ, չգիտեմ, այնտեղ փոխանցողին հանձնենք հողին եւ այլս, այսինքն մենք բոլորս այդ նախոցների մեջ ենք ապրել, այդ պատումների մեջ ենք ապրել։ Ես շատ մարդկանց գիտեմ, որոնց համար փոփոխման կետը դա պատերազմը, ոչ թե պատերազմից առաջ իրենք եղել են բան։ Մենք չկա սովորական որ բան։ Ես շատ կարևոր մի բան էլի էս իրանցը։ Իրանցի շուրջ եղած այն 4 յուղերի պատմությունը մենք ինչ ենք եզրակացրել, որ այո, կարող է սա լինել առանց յուղերի, որ եթե մենք կանգնենք մեր լեգիտիմության գծի վրա, չէ՞ որ Ղարաբաղը այնօրն է մեր լեգիտիմության գծի իրանցը դրա ապացույցն է։ Եվ իրանցի ժամանակ ասեցինք եկեք կանգնենք մեր լեգիտիմության գծի վրա, որպեսզի լինի նույնը առանց յուղերի, այսինքն նույն արդյունքը ինչ որ 1000 տարի կրնենք վերջում նույն արդյունքն ալնել, որտեղ մեր լեգիտիմության գիծը սա է, իրանք ինչ ասեցին, այդ մեզ մեղադրող, ասին չէ, որտեղ հայ զինվորը կանգնած է, այդ է մեր լեգիտիմության գիծը։ Դրա ապացույցը է նա, ոչ թե իրանցն է դրա ապացույցը, այլ դրա ապացույցն է, որ իրանց մեղադրանքը լեգիտիմ չէ։ Իսկ ինձ որ ինձ հարցնում է, ասում դու Վարշավետի այդ ասացի մասին ինչ ես մտածում, բա դու ինչ ես մտածում։ Դե ցույց են տվել ինչ եմ մտածում, հենց իրանցի օրինակ ցույց։ Այդ ծանր թեմա է բնականաբար։ Բայց ես արի քեզ առաջարկեմ մի օր մենք խոսենք դրա մասին, պատերազմի մասին։ Պատերազմի մասին։ Կամ չգիտեմ, չէ, երևի չեմ կարողանա ամեն ինչ պատմել, ինչ որ ոնց է այդ օրերի ապրել, ինքս համարյա երկար օր է։ Բայց կուզենամ լսել ուրիշ փորձառություններ, որովհետև իմ փորձառությունը շատ դաժան է։ Բայց կուզենամ լսել ուրիշ մարդկանց, ուրիշ հայացքների, ուրիշ դեպքերի։ Դե արի այսպես անենք, ովքեր դրա հետ առնչություն են ունեցել, բոլորս ենք ունեցել։ Անկախ քաղաքական հայացքներից անցել է, լսի, այդ բանը ինձ հետաքրքիր է, իրենք չեն զգում, իսկ մենք գիտեմ, որ դաշնակցականներն էլ նույն տագնապով սպասել են իրենց հարազատների ինչ որ քվեականները, նորմալ է։ Իրանք ոնց որ մեր մասին այդ ընկալումը չունեն, դարձնում ես մենք հաճիկով ենք սպասել բանից էլի, պատերազմի մասին լուրերի։ Ես առաջարկում եմ գրել ինչ որ պատմություններ, եթե ուզեք իհարկե մենք կարդանք դրա մասին, մենք կիսվենք մեր պատմություններով, ինչ որ հետևություններ կանենք, որովհետև ինձ համար այդ պատերազմը ինքը միայն ռազմական գործողություն չէր, հասկանում ես, ինքը գաղափարների, նարատիվների, կրթության, մշակույթի, սոցիալական պատկերացումների, ինքնաճանաչող հազարով մի բաներ այդ պատերազմից համար, հա։ Ես դա համար ուզում եմ խոսենք, այո, գուցե նաև էմոցիոնալ բաներ կլինեն, որովհետև առանց չի լինի, ու փորձենք նաև հասկանալ, օրինակ ես իմ մասով կիսվեմ, թե ինչ է փոխել պատերազմը իմ կյանքում, այսինքն իմ ինքնության մեջ պատերազմը ինչ է փոխել, եւ այդ փոփոխության հետ ոչ թե ես հաշտվել եմ, այլ այդ փոփոխությունը իմ բնական ինքնությունն է։ Վերադարձել ես ինքդ Խոսենք դրանից։ Մեր ժամանակը սպառվեցին, թատրոնի մասեցին էշի։ Չէ, լավ է, քեզ հաճիկով լսեց։ Դու լսեցիր, բա մեր